Դեր Հիսուսյանով գողջունեմ ձեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, եւ Աստծո սրտանց փառք ունենք, որ այսօր անգամ եւս առիթ ունենք Աստծո խոսքը լսելու։ Շնորհակալ ենք, որ Տերը մեզ այսպես առիթներ կշնորհե, եւ մենք Աստծո խոսքով մեր հոգիները կսնուցանենք եւ մեր հավատքը կգառուցենք Աստծո խոսքին վրա։ Ուրեմն Առաջին Թեսաղոնիկեցիներին երկրորդ գլուխին 13-րդ համարը գրեթե վերջացուցած էինք, ուր առաքյալը գսե այնպես կհորդորեինք ու կմխիթարեինք եւ վկայություն կտնեինք, որբեսի դուք Աստուծո վայելածին պես քալեք, որ ցեզ իր թագավորությանը ու փառքին գանչեց։ Այս ուղղությամբ խոսեցանք, փառքին գանչեց խոսքը ցույց կտա Աստուծո թագավորության մեջ եղողներուն թիրքը, որ խիստ բարձր ու փառավոր է։ Եթե գարտանք առաջին Պետրոսի 5-րդ գլուխին 10-րդ համարը, հոն գսե ամեն մեկը առաջին Պետրոս 5:10 ամեն մեկ ինչ տեսակ շնորհք որ արավ զանիգա իրարու մատակարարեցեք ներողություն 5:10 4:10 գարտամ եւ գսե եւ բոլոր շնորհած Աստվածը որ մեզ իր հավիտենական փառքին գանչեց Քրիստոս Հիսուսի ցերկով ինչ հիանալի գանչ մնե այս ինչ փառավոր թիրք մենք ունենք Քրիստոսի մեջ բոլոր շնորհած Աստվածը մեզ իր հավիտենական փառքին գանչեց Քրիստոս Հիսուսի ցերկով Ցավալի երևույթ այն է, որ մարդոց մեծամասնությունը Աստուծո գանչին անոր կողմը եղած հրավերին ոչ կսեն, գմերժեն ու գնդրեն աշխարհի վաղանցիկ կյանքը իր սուտ ուրախություններով, որ չեն գրնար սիրտը խաղաղեցնել։ Ինչքան մարդուն միտքը խավար ըլլալու է, որ այսպեսի փառավոր հրավերին ոչս է։ Սիրելներ մարդիկ թժող պիտերտան ոչ թե անոր համար, որ չար էին, հապա անոր համար, որ Աստուծո հրավերը ու անոր գանչը մերժեցին։ Չհավատացին, որ Աստված սիրենք իր հավիտենական փառքին կգանչե, չհավատացին, սակայն առասպելներու եւ փուչ փիլիսոփայություններու հավատացին, ինչ մեծ ողբերգություն է այս։ Թժողքի մեջ շատ ավելի բարի ու ամեն տեսակ գրոնասեր մարդիկ պիտի գտնվին, քան թե չար մարդիկ։ Շարունակենք 10-րդ համարը, գսե ասոր համար մենք ալ անդադար կքոհանանք Աստուծմե, որ մեզմե Աստուծո խոսքը լսելով ընդունեցիք, ոչ թե իբրև մարդոց խոսքը, հապա ինչպես ճշմարտաբես է Աստուծո խոսքը, որ նաև կներկործե ձեր մեջ, որ կհավատաք։ Առաքյալը կհաստատե, որ իր քարոզած ավետարանը Աստուծո խոսքն է, եւ Թեսաղոնիկեցիք ընդունեցին զայն որպես Աստուծո խոսքը, ու ոչ թե մարդկային մտքի մեջ հղացված եւ հայտարարված խոսք։ Եվ ան իր կողմնակությունը գայտնի առաքյալը, անոնց ընձայած հավատքին համար։ Առաքյալին քարոզած ավետարանը շատ բարձ ու հասկանալի էր, այնքան բարձ, որ հեթանոսներ նույնիսկ հասկացան ու երբ հավատք ընձայեցին, փրկվեցան։ Ինչեն փրկվեցան մեղքի սատանայի զորութենեն եւ անոր իշխանութենեն։ Միշտ հիշելու ենք, որ ավետարանի մեջ զորություն կա մարդուն վերստին ծնունդ տալու, սիրտը փոխելու եւ կյանքը հեղաշրջելու։ Առաջին Պետրոս առաջին գլուխի մեջ հոն եւս կհաստատե Պետրոս առաքյալ մեր ասած ճշմարտությունը։ Գսե առաջին Պետրոս 1:23 նորեն ծնածլալով ոչ թե աբագանացու սերմեն, հապա անաբագանացու են։ Ինչն այդ անաբագանացու սերմը շարունակելով գսե Աստուծո գենթանի ու հավիտենական խոսքովը։ Իսկ
հրոմայցված թուղթի մեջ ալ Պողոս Արաքյալ այս ուղղությամբ խոսելով գահստադե Աստծո խոսքի մեջ թե զորություն կա Հռոմայացիս 1:16 գսե վասնզի ես ամոթ չեմ սեբեր ավետարանը քանզի Աստծո զորությունն է այն բոլոր հավատացյալներուն փրկության համար բոլոր հավատացյալներուն փրկության համար այսինքն երբ մարդը հավատ կընծայե իր լսած ավետարանին այդ ավետարանի մեջ զորություն կա հավատացողին սիրտը փոխելու եւ կյանքը հեղաշրջելու մարդիկ բարձ ու մաքուր ավետարանը լսելու գարիք ունին այսօր եւ ասված գագնգալե եկեղեցվո փեմը փաստացող ու խոսող քարոզիչներեն որ անոնք խոսին Աստծո խոսքը ամենայն բարձությամբ որբեսի դքետներն անգամ հասկանան ավետարանի զորությունը իր բարձրության ու մաքրության մեջ է այսինքն ոչ աղավաղված այլ մաքուր եւ հստակ ցավալի երևույթ մնե որ մարդիկ աղավաղված ավետարանը ավելի հեշտությամբ կընդունին քան թե ճշմարիտ ավետարան շարունակելով Արաքյալը գսե որ նաեւ գներկորձե ծեր մեջ հունարեն բնակիրը էներգիտ է գսե էներգիտ է որ կնշանակե կորձով գարդահայդե երբ խոսքը լսողը հավատ կընծայե իր լսածին Սուրբ Հոգին խոսքը որպես միջոց առնելով անոր ներսիտին գկորձե եւ գենցաղի մեջ կորձով գարդահայդե կորձը խոսքեն աստեցիկ է միշտ էներգիտ է կնշանակե նաեւ շինել մաքրել նորոգել երբ Աստծո խոսքը կընդունենք գշինվենք գմաքրվենք ու գնորոգվենք որքան փառք պետք է տանք որ Աստծո խոսքը մեր ցերկերու մեջ ունենք պետք է գարտանք պետք է սերդենք պետք է խորհենք 14-րդ համարը Արաքյալը գսե քանզի թուք եղբայրներ նմանող եղակ Աստծո եկեղեցիներուն որոնք Հրեաստանի մեջ են Քրիստոս Հիսուսով վասնզի թուք ալ նույն չարչարանքները գրեցիք ծեր համազգիններեն ինչպես անոնք ալ հրյաներեն Աստուծո եկեղեցիները ըսելով գագնարգե դեղական եկեղեցիները Քրիստոսի եկեղեցին մեկ է որպես մարմին անդեսանելի դիեզերական զոր իր արյունովը ծախու արած է այս ուղղությամբ եթե գարտանք հայտնություն 5-րդ գլուխին 9-րդ համարը գսե եւ նոր երկմը երկեին ըսելով արժանի ես տուն այդ քիրքը առնելու եւ ադոր գնիկները փանալու վասնզի մորթվեցար ու մեզ ծախու արիր Աստուծո քու արինովդ ամեն ցեղե ու լեզվե եւ ժողովուրդե ու ազգե Առաջին Կորինթացոց մեջ եւս գարտանք Առաջին Կորինթացիս 6:9 20 համարները գսե 19-ն 20 Չեք գիտեր որ ծեր մարմինները դաջար են Սուրբ Հոգին որ ծեր մեջ է զոր Աստծուծմե ունիք ու թուք ծեր անցին դերը չեք քանզի քնով ծախու առնվեցաք ուստի փարավորեցեք զասված ծեր մարմիններուն ու հոգիներուն մեջ որոնք Աստուծո են Բոլոր դեղական եկեղեցիներու մեջ միայն անոնք Քրիստոսի մարմինին կպատկանին որոնք վերստին ծնած Հիսուսի արյունով ծախու առնված են Աստուծո գենտանի խոսքովը անապագանացու խոսքով նորեն ծնած են Դեր Հիսուս իր արյունով ծախու արած եկեղեցին վեր պիտի հափշտակե ու ոչ թե բոլոր դեղական եկեղեցիները իրենց 1001 անուններով Հարցումը զոր գծակի ես Քրիստոսի մարմինին կպատկանիմ անզիս իր արյունովը ծախու արած է գիշեմ դեղմը օրմը որ Աստծո խոսքը մեջս կործեց եւ զիս նորեն
ծնիլ դվավ, իմ հոգիս կենթանացավ, վերստին ծնավ իմ մեռած հոգին։ Ինչ օգուտ լավակույն համայնքին ու եկեղեցին պատկանիլը, եթե Քրիստոսի մարմինին չեն պատկանիր։ Իսկական ողբերգություն է։ Եթե փախտadենք Տեր Հիսուսի խոսքերը Զոր Պետրոսի ըսավ, այս վեմին վրա պիտի շինեմ իմ եկեղեցիս, Մատթեոս 16-րդ գլուխի մեջ 18-րդ համար, այստեղ ըսված առաքյալի խոսքերուն հետ եթե փախտadենք, ուր գսե Աստուծո եկեղեցին, հստակ կլա, թե ինչ կնշանակե եկեղեցի։ Տեր Հիսուսի հիմնած եկեղեցին Աստուծո եկեղեցին է, այսինքն անոր գպատկանի, Աստուծո մտքի մեջ հղացված, ծրագրված ու հաստատված բան է։ Եփեսացիս առաջին գլուխի մեջ 3-14 համարները այս եկեղեցի մասին գխոսի, գարտացեք, դուք գարտացեք, Եփեսացիս 1:3-14։ Պատմության մեջ մարդիկ 1001 անուններով եկեղեցիներ շինած են եւ իրարու հետ մրցակցության ելած, մինչև իսկ իրարու անդամներ գողոպտած են, զանազան միջոցներ կործածելով, զանոնք հրաբուրել ուզած են, ու մեծ բարձանքով գուրախանան իրենց շինած եկեղեցիով, ասոնք ավելի իրենց եկեղեցվո անունին գծարայեն, քան թե Աստուծո։ Եվ մարդիկ շվարած կհարցնեն, որն է ճշմարիտ եկեղեցին եւ հավատացյալը։ Ուրախ լուրային է, որ Աստված գիտե իրենները ու գճանչնա զանոնք, իրենց անուններով գճանչնա։ Ան ամենակետ ըլլալով մեր նման ոչ կշվարի, ոչ ալ կսխալի։ Մեր Տերը ասավ, ես կճանչնամ իմիններս ու կճանցվիմ իմիններս։ Շարունակելով առաքյալը գսե, վասնզի դուքալ նույն չարչարանքները գրեցիք ձեր համազգիններեն։ Չարչարանքներ գրելը քրիստոնեական հավատք ունենալուն համար, այդպես կսե, չարչարանքներ գրեցիք, այդալ նույն ազգին պատկանողներուն կողմեն, այո։ Ինչպես որ հրյաները, որոնք քրիստոնեություն ընդունած ըլլալով իրենց մոլերանտ ու ավանդաբաշտ ազգագիցներուն կողմէ գչարչարվեին եւ հալածանք կգրեին, նույնպես ալ հեթանոսներ իրենց ազգագիցներուն կողմէ գչարչարվեին։ Առաքյալին այս խոսքերը խորտ կրնան թվիլ այն հավատացյալներուն համար, որոնք քրիստոնյա երկիրներու մեջ կապրին եւ ազատություն ունին ապրելու եւ իրենց հավատքը հռչակելու, թեև այդ օղագնալ երթալով գսերմվի, սակայն առաքելական շրջանին չարչարանքները, հալածանքները հավատացյալներուն կյանքին անբաժան մեկ մասը դարձած էր, մինչև Կոնստանտին Գայսր քահը բարձրացավ, երրորդ դար։ Այդ ժամանակաշրջանին Քրիստոսը ընդունիլ չարչարանքներ, նեղություններ թիմակրավել գենթադրեր։ Եպիսկոպոսի պաշտոնը ստանցնել մահը թիմակրավել գենթադրեր։ Բողոս առաքյալ, երբ եկեղեցիները գայցելեր, գգարտան Քորձք առաքելոց 14-րդ գլուխի մեջ, հավատացյալները հորդորելով անոնց սիրտերը գահստադեր ու գսեր, շատ նեղություններով պետք է մեզի Աստծո թագավորություն մտնել։ Կարդացեք նաև Փիլիպեցիս առաջին գլուխը։ Որովհետև հալածողը մեկ է Սատանան, եւ Հիսուսի հետևողներն ալ մեկ են, ըլլահրյա ըլլահեթանոս, անոնք միացած Քրիստոսի մեջ մեկ են, բնական է, որ Սատանային թիրախը պիտի դառնան։ Անուրանալի ճշմարտություն է, որ մոլերանտ, ավանդաբաշտը, քաղաքապարաբաշտը եւ գույր գրոնամոլը մեծ բադուհաս են աշխարհին։ Պատմությունը կհաստատե, որովհետև Սատանան այս տասագարքի մարդոց կկործած է իր ավերիչ ծրագիրները կործադրելու համար։ Մոլերանտ ավանդաբաշտը կկործած է, քաղաքապարաբաշտը կկործած է եւ գույր գրոնամոլը։ Այս երեքը Սատանային ցերկի մեջ կործիկներ դարձած են։ Տերը գամի
Կալ ուրբաթ պիտի շարունակենք 15-ին սկսելով։ Ասկայնով բավարարվենք Աստված մեզի մաստություն եւ զորություն տա, որպեսզի կարենանք հավատարմությամբ իրեն համար ապրիլ եւ իրեն ծառայել։ Եվ երբ զանազան չարչարանքներ կգրենք մեր հավատքին համար, անագնկալի չկանք։ Հաշիվի մեջ առնենք Հիսուսի հետևողը խաչ պետք է գրե։ Այնպես որ այս ուղղությամբ փառք ունենք, որ Սուրբ Օքինալ մեզ պետք եղած զորությունը պիտի բարգեւե, որպեսզի կարենանք հաղթական քրիստոնեական կյանքեր ապրենք։ Իր փառքին համար ամեն